Գնացինք։ Օփ։ Որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները թե կյանքում, թե դպրոցում քայլերն ավելի ամուր տնեն, թիկունքում էլ հոգատարություն զգան, հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը կրկին իր տեղում է, ասել է այնտեղ, որտեղ իր կարիքն ամենաշատն է զգացվում։ Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի շրջանակում 2024 թվականի հոկտեմբերի 10-ից մեկնարկեց եւ մինչեւ 2025 թվականի հունիսի 10-ը կշարունակվի սովորողի անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագիրը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը դպրոցական միջավայրում աջակցելու համար։ Թեև պետությունն արդեն ներդրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգը, սակայն 15 տարին չլրացած դպրոցահասակ երեխաները չեն կարողանում օգտվել այդ ծրագրից, ուստի ավելին անելու կարիքը կար։ Սովորողի անձնական օգնականի հաստիկի ներմուծման անհրաժեշտությունը մենք տեսանք դեռևս 2018-19 թվականներին, երբ հայկական Կարիտասը իրականացրեց ներառական կրթության որակի գնահատման հետազոտություն, որի արդյունքում նկատվեցին որոշակի բացեր։ Դպրոցներում անշուշտ կան ուսուցչի օգնականի հաստիկները, բայց հաստիկը նախատեսված չէ մեկ աշակերտի կողքին մշտապես լինելու, եւ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երեխաներ կան, ովքեր որ իրապես ունեն մշտական ուղեկցողի կարիք, որպեսզի ավելի շատ կարողանան մասնակցել դասապրոցեսին, եւ մոդելի առաջին տարբերակը մշակվել է դեռևս 2019 թվականին ու հաջորդ տարիների ընթացքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության հետ բազմաթիվ քննարկումների, դիտարկումների արդյունքում մոդելը մի քանի անգամ վերանայվել է 2024 թվականին մոդելի վերջնական տարբերակը արդեն թույլտվություն ստացանք վերջնական տարբերակով կիրարկել դպրոցներում 2024-25 ուսումնական տարվա ընթացքում։ Գյումրու թվով 4, համար 11, 15, 28 եւ 29 դպրոցներում ներդրված ծրագիրն իր սովորողի անձնական օգնականներով փոխել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների կյանքը, ապրելու, պայքարելու եւ մի փոքր էլ իրենց ժամանակ տրամադրելու, սեփական կյանքով ապրելու հնարավորություն տվել։ Ծրագրի շնորհիվ իրենց կարողություններով այլ երեխաներին զիջող աշակերտների ծնողները վերջապես զգացել են բոլորի հետ առավոտյան երեխային դպրոց բերելու, կեսօրից հետո տուն տանելու պարզ, բայց իրենց համար անհասանելի բերկրանքը։ Այս 6 ամիսների, 7 ամիսների ընթացքում այնքան ավելի շատ է հաճախել, քան 5 տարիների ընթացքում։ Մեծ ձեռքբերում էր դասապրոցեսին մասնակցելը, գրաֆիկ ունենալը դպրոց գալ, թողնել, հետ գնալ, գալ վերցնել, բոլոր սովորական երեխաների նման։ Սովորողի անձնական օգնականներն օգնում են երեխաներին դպրոցում տեղաշարժվելու, դասերին մասնակցելու, սնվելու, սանհանգույցից օգտվելու եւ այլ հարցերում։ Բացի այդ, օժանդակում են երեխաներին հասակակիցների հետ առավել արդյունավետ հաղորդակցվել, ընկերանալ նրանց հետ։ Աջակցություն են ցուցաբերում երեխաներին կրթական process-ի ժամանակ, աջակցություն են ցուցաբերում վարքագծի կառավարման ժամանակ եւ որ ամենակարևորն է լսելի են դարձնում երեխաների ձայնը։ Իմ եւ իմ երեխաների հաջողված աշխատանքի սկիզբը այն է, որ երեխաները սիրեցին ինձ, ես սիրեցի առավել երեխաներին։ Այդ ամենակարևոր փաստն է, երբ որ մենք այդ վստահությունը մեր մեջ տեղի ունեցավ, մանր հաջողություններից սկսեցինք արդեն ոնց որ ավելի մեծ հաջողությունների, օրինակ երեխաներից մեկը ընդհանրապես մերժում էր դասապրոցեսը, դպրոցը եւ այլն, բայց հիմա մենք ունենք գրանցված հաջողություն եւ գալիս է դպրոց եւ մասնակցում է դասապրոցեսներին եւ ստանում է աջակցությունները, դպրոց գալիս է համապատասխան աշակերտական, այսպես ասած, կարգավիճակով, պայուսակով, գրքերով, տեքստրերով։ Հիմա արդեն ինքը սովորել է, որ ճաշարան պիտի գնա դասընկերների հետ, ունում է լրիվ ինքնուրույն, որոշակի միջամտություն կարող եմ ես անել կամ ոչ, դասերին նստում է, արդեն ասեցի, որ երկար ժամանակ չի խանգարում մյուս դասապրոցեսները, դասերի չի վազում ֆիզկուլ տալիչ։ Անձնական օգնականը փորձում է լինել եւ ձեռքերը եւ ուղղորդողը եւ այդ պահին ճիշտ աշխատանքի ուղղությունը տվողը օգնականը ինքը խթանում է, որ մերվի, ինտեգրվի դասարանի հետ։ Դրական տեղաշարժը ակնառու եւ գործնականում նկատելի է
Այն է սովորողը ցուցաբերում է բարձր հաճախելիություն, ուսման նկատմամբ հետաքրքրություն, կենտրոնացումը բարձրացել է, հասակակիցների հետ հարաբերություններում կոնֆլիկտայնությունը կարգավորվել է։ Կարիտաս Բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությունը դպրոցների հետ թեև միշտ է դրական պտուղներ տվել, բայց ներառականությանը նպաստող սովորողի անձնական օգնականի մուտքն առանձնահատուկ է ոգևորել մանկավարժներին, կիսել նրանց ծանր հոգսը։ Շուրջ 8 տարի Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցը աշխատում է Կարիտասի հետ, համագործակցել է բազում ծրագրերով, բայց սովորողի օգնականի ծրագիրը առանձնանում է այդ շարքում, հատկապես նրանով, որ շոշափելի արդյունքը անմիջապես էր նկատելի։ Անձնական օգնականի դպրոց գալը շատ կարևոր է, թե հուսական առումով, որ երեխան արդեն ձևավորել է դրական հուսական կապ, թե վարքի առումով, որ ունենք դրական դինամիկա։ Առաջի եւ երկրորդ դասանում մեծ դժվարություններով էի ես կարողանում աշխատել, որովհետեւ ինքը երբեմն անկառավարելի էր վարքի առումով եւ խանգարում էր մեր ուսումնական process-ին, իսկ հիմա որ գերագնեսան կա, արդեն ինքը կարողանում է կառավարել, ես էլ աշխատել ամբողջ դասարանի հետ։ Որ ծրագրի շարունակականությունը խիստ անհրաժեշտ է թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, թե մանկավարժների, թե ծնողների համար, փաստում են իրենք, հույս հայտնում, որ առանց սովորողի անձնական օգնականի չեն մնա։ Շատ ցանկալի կլիներ, որպեսզի հետագայում շարունակական լիներ անձնական օգնականի ծառայությունը, հատկապես այն սովորողները, ովքեր ունեն մտավոր, ֆիզիկական, հոգեկան առողջության եւ տեսողության հետ կապված խնդիրների ծանր, միջին եւ խորը աստիճանի ֆունկցիոնալ սահմանափակումներ եւ հաճախում են հանրակրթական դպրոցներում ստանային անձնական օգնականի ծառայություններ, սովորողների կրթությունը ավելի սահուն եւ արդյունավետ դարձնելու համար։ Եթե ծրագիրը շարունակություն չունեցավ, այսպես ասեմ, ոնց որ կտրեք իմ թևերը, ինձ իրոք օգնում է ընկեր Հերմինեն։ Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի շրջանակներում սովորողի անձնական օգնականի ներգրավումը եկավ եւս մեկ անգամ փաստելու, որ անհատական մոտեցմամբ, սրտացավ վերաբերմունքով եւ համագործակցությամբ կարելի է փոխել մարդկային կյանքերի ընթացքը եւ բացել լուսավոր ապագայի հույսի դռները։